Ես կհավատամ, որ Աստված այսօր ամեն մեկից կյանքի մեջ իր հրաշքը ունի։ Եվ պատրաստել ես երեկո քո կյանքի մեջ մի հատ հրաշք։ Չգիտենք ու սպասելիքը դեսօր ինչ է կոնկրետ, բայց գիտենք, որ Աստված ավելի լավ գիտե մեր կարիքները, մեր սպասելիքները Աստված ավելի լավ գիտե եւ իր լավագույնն է պատրաստել քո համար։ Ես կհավատամ եւ կուզեմ, որ մենք Աստծուն չսահմանափակենք սիրելիներ։ Չասենք թե դու Աստված ես մենակ այս բան անելու մեջ, բայց Աստված չես այս մյուս բան անելու մեջ։ Երբ որ մենք կարտանք նոր կդագարանը, գիտեք, մենք կհանդիպենք շատ հրաշքների։ Մարդիկ կան կարող են մտածեն, թե հրաշքների ժամանակը վերջացել է։ Ես քարոզներ եմ լսել թեմայով, որ քարոզում են, թե հրաշքների ժամանակները վերջացավ։ Հիսուս Քրիստոսն էր, որ 2000 տարի առաջ բժշկություններ էր անում, բայց այսօր մարդիկ չեն բժշկում, դրա համար ի հայտ եկավ բժշկությունը, գիտական բժշկությունը։ Ես գիտեմ, որ Աստված թույլ է տվել եւ Աստծո թույլտվության մեջ է այսօր այն բժշկությունը, որը մենք տեսնում ենք, հա, գիտական բժշկության մասն է խոսքը, բայց Աստծո հրաշքները չեն վերջացել։ Ընդհակառակը ավելի է շատացել այսօր։ Որովհետեւ եթե մենք վերցնենք առաջի տարում քանի հոգի էին Քրիստոսի հետևորդներ եւ քանիսներն էին ծառայում, որպեսզի հրաշքներ լիներ մարդկանց կյանքի մեջ, այսօր պատկերացրեք քանի միլիոն հետևորդ ունի Հիսուս Քրիստոս։ Եվ եթե այդքան տոկոսից 20, 30, 50% ծառայե ինչ որ մեկին բժշկության համար, դուք պատկերացրեք ինչքան շատ է Աստծո գործ այսօր։ Ինչքան շատ է այսօր գերբնական դրսևորումները մեր ներկայի մեջ։ Դրա համար փառք Հիսուսին, որ մեր Աստված, ինչպես 2000 տարի առաջ էր բժշկող, ներող, ազատագրող, այնպես էլ այսօր։ Այսօր Հիսուս Քրիստոսը նույն Աստվածն է, ինքը չի փոխվել։ Դրա համար Հիսուս Քրիստոս նույնն է երեք, նույնն է այսօր, նույնն է հավիտյան։ Ինչպես Հիսուս Քրիստոսը երեք էր բժշկող, երեք էր ներող, երեք էր ազատագրող, այնպես էլ այսօր ու հավիտյան։ Ամեն։ Ես ուզում եմ, որ դու այս բանին հավատաս, որպեսզի այսօր վերցնես քո սպասելիքը, քո կարիքը վերցնես։ Եթե քո մտքի մեջ սահմանափակես, որ Հիսուս Քրիստոսը բժշկող չէ, Հիսուս Քրիստոսը կարող է բժշկել իմ կողքից նստած հրաշքին, բայց ոչ այս հրաշքին։ Մի սահմանափակի Աստծուն։ Աստծո համար անկարելի բան չկա։ Նույնիսկ մենք գիտենք, չէ՞ որ մեռելներ հարություն առան։ Այն ժամանակ որ ծնողները վերջ դրեցին, հույսը մեռավ, հույսը կորավ, ասեցին վերջ, իմ երեխես մահացած է, երբ որ Հիսուս Քրիստոս ներկա է ինչ որ միտեղ, այդտեղ պարտադիր հրաշք է լինում։ Իսկ երբ որ հավաքված են 2-3 հրաշքներ Հիսուս Քրիստոսի անունով, այդտեղ Հիսուս Քրիստոս ներկա է։ Այստեղ քանիսներս ենք հավաքված։ Մի քանի տասնյակ մարդ կա այստեղ եւ պատկերացրեք, ոչ թե կան տասնյակ Քրիստոս կա այստեղ, այլ Քրիստոս ներկա է եւ իր ներկայությունը այսօր Հիսուս Քրիստոս փաստում է հրաշքներով, նշաններով, զորություններով, կյանքի փոփոխությունով, հավատքի նորոգությունով, ամեն, ներքին եւ ֆիզիկական բժշկությունով։ Դրա համար ես ուզում եմ, որ դու սպասես այսօր Տիրոջը։ Սպասես այսօր Աստծո շարժին։ Ուրիշ բան է, երբ որ դու այստեղ նստած ես, ուրիշ բան է, երբ որ նստած վերցնես, ինչ որ Տերը պատրաստել է։ Ես չեմ ուզում, որ դու այստեղից վեր կենաս գնաս, այնպես ինչպես եկել ես։ Ես ուզում եմ այստեղից վեր կենաս գնաս, Աստծո հետ հանդիպում ունեցած։ Դա է մեր կերնպատակը, Հիսուս Քրիստոսի հետ հանդիպում։ Մեր բժշկությունը, մեր խաղաղությունը, ամեն կարիք ինչ որ ունենք, դա երկրորդական է։ Առաջնակարգ Հիսուս Քրիստոսի հետ հանդիպում ունենալն է։ Որտեղ մեզի պետք չէ բժշկություն առանց Հիսուսի։ Մեզ պետք չէ խաղաղություն առանց Աստծո ներկայության։ Այդ ամեն ինչը ժամանակավոր է, բայց երբ որ Հիսուս Քրիստոսով է, դա մնայուն է։ Եվ դրա մեջ օրհնություն կա, խաղաղություն կա, վայելք կա, հաճույք կա, ամեն, այսօր բոլորը զբաղված են հաճույք փնտրելով։ Բայց չգիտեն, որ իրական հաճույքը Աստծո մեջ է։
ով մտածել է նախ այդ բառը։ Հետո թույլ է տվել, որպեսզի մարդիկ հասկանան ինչ է դա, վայելեն, բայց սատանան եկավ ամեն բան փչացրեց, որ այսօր եթե լսես հաճույք բառը, միանգամից ուղեղդ կարող է գնալ մեղքի մեջ, բայց ամենամեծ հաճույքը Աստծո ներկայության մեջ է, հենց այս պահին է դու կարող ես այդ հաճույքը վայելես, Տիրոջ ներկայությունը կա, Աստծո ներկայությունը ապահովում է մի հատ խաղաղ վիճակ, հանգիստ վիճակ, որ դու նստած լցվես իրանով։ Գիտեք, պարտադիր չէ, որ եթե այսօր ցավ ունիս, հիվանդություն ունիս, պարտադիր չէ, որ դու սպասես մինչև վերջ, երբ որ ձեր տնեն ձեր վրա եւ կաղոտեն։ Աստծո հոգին էստեղ է եւ Աստծո հոգին է բժշկողը։ Մենք ուղղակի միջոց ենք, որպեսզի Տերը գործի։ Աստված է մեր միջոցով բժշկություն անողը։ Դրա համար այդ նույն Աստված հենց հիմա քո նստած տեղը կարող է քեզ կրնել եւ քեզ բժշկել, եթե քո հայացքը Հիսուս Քրիստոսի վրա է։ Ամեն։ Եվ մեր սպասելիքը մենակ Աստված է։ Ամեն։ Այսօր բժշկությունների ժամանակը չի վերջացել, չի անցել, այսօր կա բժշկություն քո համար։ Տերը պատրաստել էր այսօրը հատուկ քո համար։ Այսօր ամեն բան կազմակերպավ, որպեսզի դու այսօր այստեղ գտնվես եւ մի հատ կարևոր հանդիպում ունենայիր Աստծո հետ։ Ինչքան է Աստված սпасես հանդիպմանը։ Ինչքան է Տերը փափագել։ Ես գիտեմ, որ երբ որ Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ եկավ երկիր, գիտեք, այդ չարչանքի ժամանակ իր տեսիլքի մեջ ինքը ապագայում տեսավ այսօրը։ Ինքը տեսավ քեզ աղոտ կանելիս, իրան փնտրելիս, ինքը տեսավ քեզ եւ այս ամեն ինչը Հիսուս Քրիստոսին ստիպեց, որովհետեւ ինքը խաչը բարձրանար։ Այս սերը, որով Հիսուս Քրիստոս մեզ սիրեց, այդ սերը նրան տարավ դեպի խաչը, որովհետեւ մեզ կարողանար Աստված փրկել։ Մենք կարող ենք այսօր լսենք այդ փրկել բառը, բայց չմտածենք, թե Աստված մեզ ինչից փրկեց, լավ։ Մենք կարող է տոնենք տոները, իրականում մենք հայերս շատ ենք սիրում տոն, կարևոր չէ, կարևորը մի հատ օր վերցնենք, միասին նշենք այդ օրը, ուրախանալու համար, սկալու համար, շատ ենք սիրում այդ օրեր նշել։ Ամենալավ առիթը այդ նշելու, որ մենք նշում ենք Զադիկ, մենք նշում ենք Սուրբ Ծնունդ, չէ՞, նշել է։ Ես տեսում եմ, որ ոչ թե կամաց, այլ լայն քայլերով Հիսուս Քրիստոսին դուրս են շպրտել կամացից այդ տոների միջից։ Դրա համար երբ որ դու այդ կարևոր օրերի մեջ Հիսուս Քրիստոսի անունը շոշափես, դուք դառնաս աղանդավոր։ Ու զարմանք կա, թե լավ, վերջը մենք ինչ ենք տոնում այդ ժամանակ, մենք ինչ ենք տոնում, եթե ոչ Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հիսուս Քրիստոսի հարությունը, ամեն։ Ես կուզեմ, որ Հիսուս Քրիստոսը մնա մեր կյանքի մեջ ամենակարևոր տեղում, ամենակարևոր, ինքը ամեն բանից վեր է, իր անունը ամեն անուններից է վեր, ինքն է ստեղծել մեզ, ինքն է պահում մեզ իր ամուր ձեռքերի մեջ, եւ ինքը սիրեց մեզ, դրա համար մենք այսօր կանք։ Նա սիրեց մեզ, դրա համար ինքը կանչեց մեզ։ Եվ առիթ է այսօր սիրելիներ, այդ Հիսուս Քրիստոսին ճանաչելու անձնապես։ Ոչ թե մենակ լսելու իր մասին, իմանալու, մեղքեր, խեղճ եկավ աշխարհը միշտ է լավերին չի ընդունել։ Այս մտքերով։ Թե լավ մարդ էր, որ լավ մարդն են ընդունված։ Մեղքեր, բռնեցին, վատ բաներ չերել, բռնեցին, խեղճին, սպանեցին, խաչեցին։ Գիտեք, այդ ամեն ինչը նպատակն էր, Հիսուս Քրիստոս խեղճ չէր։ Հիսուս Քրիստոս զորավոր Աստված է։ Այդ ժամանակել էր Հիսուս Քրիստոս զորավոր Աստված, ամեն ինչի արարիչ եւ իր ստեղծագործությունը իրան խաչեց։ Այն մարդկանց ով որ Հիսուս Քրիստոսն էր ստեղծել, Աստված էր կյանք տվել, նախորդ իմանալով, որ այս ինչը ծնվավ, այն ինչը ծնվեց, եւ պետք է կար ժամանակը, որ ինքը հիշներ, երգեր, եւ հենց այդ մարդկանց, որ ինքն էր կյանք տվել, իրանք պետք է լինեն իրան խաչողը։ Ուրիշ ոչինչ չէր կարող Հիսուս Քրիստոսին ստիպել քարաշխար, բացի սիրուց։
Դու պատկերացրա ինչքան սիրված ես Աստծո կողմից։ Ինչքան սիրված ես։ Այսօր աշխարհը մեջբացության մեջ է։ Մարդիկ ընտանիքի մեջ սիրված չեն, շրջապատի մեջ սիրված չեն։ Կարիք կա միշտ սիրված լինելու, գնահատված լինելու կարիք կա։ Մարդիկ փնտրում են այս ընդունվածությունը։ Եվ Հիսուս Քրիստոս երբ որ եկավ աշխարհ, ինքը փաստեց, որ դու ընդունված ես։ Թեև աշխարհը քեզ մերժեր, թեև աշխարհը քեզ անարգե, բայց մեկը կա, ով որ միշտ քո կողքին է։ Մեկը կա, որ քեզ սիրեց, չնայած որ դու այդքան սիրելու բան չէիր։ Մենք ինքներս մեզի ավելի լավ գիտենք, չէ՞։ Մենք գիտենք, մենք սիրելու բան ենք, թե չէ։ Եթե սիրելու բան եղնեինք, մեզի բոլորը կսիրեին։ Բայց ինչ է չեղնի, մեր շրջապատի մեջ գոնե մեր հոգին կլինի, չէ՞ որ մեզի չսիրե։ Գոնե մեր հոգի, չէ՞։ Ավելի շատ, չէ՞։ Մարդկա ընտանիքի մեջ ինքն է իրան միակ սիրողը։ Թե ես չեղնեի, ինձ էլ սիրողը չեր եղնի։ Բայց ինչև է սիրներ, կատակը կատակ, բայց Հիսուս Քրիստոս են միակն էր, որ անկախ քո թերություններից է, անկախ քո սխալներից է, քո անցյալից է եւ անհեռանկար ապագայից, անկախ ես ամեն ինչից, 2000 տարի առաջ ինքը տեսավ քեզի քո սխալների մեջ, քո անհաջողությունների մեջ, քո հիասթափությունների մեջ, քո վախերի մեջ, հիվանդությունների մեջ ինքը տեսավ։ Եվ ասեց, այ ես իրան սիրեցի։ Եվ այդ սերը դրտեց, որպեսզի Հիսուս Քրիստոս իջներ երկիր։ Այդ սերը դրտեց, որ Հիսուս Քրիստոս բարձրանար խաչը մահանալու համար։ Գիտեք ովքեր ծնող են, իրանք լավ կհասկանան այս պահը։ Ովքեր ծնողեջ են, բայց ունին սիրտ, որ էլի կհասկանան այդ պահը, որ ու պատկերացրա ունիս երեխա, ում շատ կսիրես, շատ, առանց իրա քո կյանքը չես պատկերացնի։ Ու պատկերացրա քո շենքի մեջ, քո տարածքի մեջ, փողոցի վրա, ինչ-որ մեկը, ով որ անդադար ամենավատ բաներն է անում ձեր ընտանիքին, քո երեխուն նեղացնելով, գլխին գործ սարքելով, ոստիկանություն տալով, աշխարհի ամենավատ բաները անի քո ընտանիքի եւ քո երեխու դեմ։ Որ ծնողն է, որ համաձայն է, այդ կլավուզնիկ, այդ բանսարկու, փճացած, վատ մարդու համար, տանի իր երեխուս է Ազիզ ջան, քելե, այդ մեր հարևանի այդ շատ վատ մարդը, անի կարիք ունի, ոչքի կարիք ունի, կամ սիրտը լավ չէ իրա, արիք ու սիրտը թանենք, դնենք իրա սրտի տեղը, որպեսզի ինքը ապրի եւ շարունակի արարել։ Որն է ծնողն է, որ նման բան կանի, նման վատ մարդու համար։ Լավի համար չէ կանի, չէ, ու մնաց վատի համար։ Աստծո խոսքը ասում է դուք, եւ այդ դուքը մենք ենք, բոլորս։ Ասում է դուք, որ մի ժամանակ խորթ եւ օդար եք, Աստծուն հակառակ եք, իրան թշնամի եք, պատկերացրեցիք ով ենք։ Այ հենց այդ ժամանակ Աստված որոշեց իրան միակ սիրելի որդուն ուղարկել աշխարհ իմ նմանի համար խաչը բարձրանա։ Չկա ավելի մեծ սիրո դրսևորում, քան աստվածային սերը։ Պատկերացրեցիք։ Եթե խորանանք ինքը շատ ուժեղ բան է, որ մենք իր սիրելի համար կարող է պատրաստ չլինի նման զոհաբերության ու մնաց թշնամու համար։ Նա ադրբեջանցի բերես, հա, մեր ազգային բանով վերցնենք, որ ամբողջ ազգը սպասի թե երբ պիտի վիզը կդրե, դու գնաս ես պատրաստ եմ իմ կյանքս դնելու հանուն քո կյանքիդ։ Ով կաներ։ Գիտեք, շատ դժվար է մեր մտածելակերպի մեջ այս բանը տեղավորենք, դա համար երբ որ գալիս է հարցը Աստծո սերը հասկանալու, մենք տեսնում ենք մարդկային մտածելակերպից եւ մարդկային սահմաններից վեր է։
Չկա Աստծո սիրուց ավելի բարձր չափանիշ սիրո համար, քան Աստծո սերն է։ Դրա համար եթե ուզում ես հասկանաս ինչ է սերը, պետք է մենք նայենք Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսն էր, որ սիրով ներեց։ Գիտեք, Աստծո ներելը մարդու ներելու նման չէ, որ խատր անենք, ասենք, հա լավ, ներեցի, վերջ, հա, գնա, ներել եմ, որ հանգստացնես ուղղակի մարդու դե լավ է, ներել եմ։ Դեք Աստծո ներելը բարձր է, քան մարդկային ներելը, որտեղ Աստված երբ որ ներում է, ազատություն է գալիս մեր կյանքի մեջ։ Աստված իրական ներման Աստված է։ Եվ Աստված երբ որ մեզ ներում է իր ճոխության, իր հարստության մեջից մենք օգտվում ենք իր բաժնից։ Որպես հարուստ, որպես լիարժեք տվող առատաձեռն Աստված, մենք օգտվում ենք իր հարստության բաժնից։ Եվ աստվածային ներումը ավելի մեծ է, քան մարդկային ներումը։ Գիտեք, մեղքեր կա, որ մեզ հետ է պահում Աստծո հետ հաղորդակցությունից։ Դա համար երբ որ ասում ենք Հիսուս Քրիստոսն եկավ մեզ փրկեց, ինչից փրկեց։ Մենք կարող է տոնենք հարության տոնը, բայց մոռանալ, թե ինչի համար Հիսուս Քրիստոս մեռավ, որ հետո հարություն առավ։ Հիսուս Քրիստոսի երկիր գալու, չարչարվելու, մահանալու եւ հարություն առնելու իմաստը մեր մեղքերն էր եւ մեր մեղքերի պատիժը, որ յուրաքանչյուր մարդ ինձանից սկսած, քեզնից վերջացրած, ամբողջ աշխարհում ամբողջ ժամանակների մեջ բոլոր մարդիկ մեղք գործել են, բոլոր մարդիկ։ Չկա երկրի վրա մեկը, ով որ ասի, որ ես մեկ անգամ մեղք չեմ գործել։ Ոչ մի տեղ չկա, որտեղ Աստծո խոսքն է ասում, որ արտար չկա, մեր հոգի մեջ չկա, մեկն էլ չկա, ոչ մեկ արտար չէ։ Դրա համար, եթե դու մեղք ունեիր կյանքիդ մեջ, քո համար պատրաստված էր դժոխք։ Եվ հիմա էլ յուրաքանչյուր մեկ, ով որ մեղք ունի իր կյանքի մեջ, եւ չունի Հիսուս Քրիստոսին ընդունած իր սրտի մեջ որպես իր Տեր եւ Փրկիչ, այդ մարդու համար պատրաստված է դժոխք։ Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ, որպեսզի ինքը կրեր այն մեղքի պատիժը, որը ես պետք է կրեի։ Մենք տեղերով փոխվեցինք։ Այն պատիժը, որը ես պետք է կրեի եւ վճարեի իմ մեղքերից դիմաց, Հիսուս Քրիստոս եկավ, ասեց դու ազատ ես։ Ես քո փոխարեն կչարչարվեմ, կբարձրանամ խաչը քո փոխարեն, կմահանամ, քո փոխարեն դժոխք կիջնեմ, որպեսզի դու չգնաս դժոխք, որպեսզի դու գնաս երկինք։ Աստծո մոտ։ Բայց կար նախապայման, որ ամեն ով որ ընդունի Հիսուս Քրիստոսին իր սրտի մեջ, որպես Տեր եւ Փրկիչ, եւ սրտով հավատա, այսինքն դու լիարժեք հավատաս այս բանին եւ քո շուրթերով դավանես, որ Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Եթե այս բանին դու հավատում ես, քո սրտի մեջ եւ բերանովը դավանում ես, որ այո, ես հավատում եմ դրան։ Եվ ասես Տեր Հիսուս, ների իմ մեղքերը, դարձիր իմ կյանքից Տերն ու Փրկիչը։ Ընդունում եմ քեզ իմ կյանքի մեջ, իմ սրտիս մեջ։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը այս նախապայմանն էր տվել։ Եթե մենք ուզում ենք այս փրկությունից օգտվենք, մենք պետք է քայլ անենք մտնելու այս մտքի մեջ, այս խաղապարի մեջ մտնելու, Հիսուս Քրիստոսին կանչելու մեր սրտերի մեջ։ Այս դեպքում նոր Հիսուս Քրիստոսի տված փրկությունը մեր կյանքի մեջ դառնում է հասանելի։ Եթե դու դեռ չես արել այս աղոթքը, այսօր ժամանակն է անելու։ Եթե կասկած ունիս, թե լավ, ես կարող եմ, կարող չեմ երել, մի ինչ անենք, որ անենք, այսօր մենք առիթը կունենանք նորոգելու մեր ուխտը Աստծո հետ, մեր հավատքը նորոգելու Աստծո առաջ, վերագտնելու այն ինչ որ կորցրել ենք, կամ սկսելու Աստծո հետ նոր ճանապարհ։ Միշտ ուժ չէ Աստծոն քո կյանքիդ մեջ կանչելը, քանի դեռ շունչ կա քո բերանիդ մեջ։ Միշտ ուժ չէ, որովհետև Աստված միշտ սպասում է, երբ ես դու կանչելու իրան քո սրտիդ մեջ։ Հիսուս Քրիստոսի փափագը էս էր, եւ ինքը կանչեց։
մեզի մտնելու իր տան մեջ, իր հանգստի մեջ, իր փրկության ծրագրի մեջ, իր երկնքի մեջ կանչեց հնագվելու։ Դեք երբ ասում ենք մեղք, կարող է պատկերացնել ավելի ճոխ մեղքեր, աչքին գնող մեղքեր։ Գիտենք, որ տրտունջը մեղք է։ Գիտենք, բայց արի ուտես, որ շատը չէ տարածված, ու մտքով կանցնի, որ կարող է տրտունջը մեղք է աներ։ Որ ամեն երկրորդ բառը կարող է մարդիկ բողոքվին, դժգոհեն, ես ինչ կյանք ես, ինչի պիտի ես այս նեղության մեջ ապրեի, ինչի պիտի ես գնայի վարկ վերցնեի, հետո չկարողանայի վարկս փակեի, ինչի պիտի ես հիվանդություն ունենայի, ինչի պիտի ես աղոթեի առավոտ ու Աստված ես պատասխանը չտար, ինչի պիտի ես մինչև հիմա դեր խմեմ, տրտունջ, բողոք։ Գիտեք, որ Աստված չի սիրել բողոք։ Միսենք լավ, ինչպես աղոթենք, եթե ոչ տրտնջալով, չէ, բողոքելով, մունատ գալով, պահանջելով Աստծուց, դու ես ասե բժիշկ ես, դու ինչ բժիշկ, ճիշտ բժիշկը ընձի վաղուց բժիշկել ես, չէ, սխալ դիրքերով կարող ենք անք Աստծու առաջ, և չընդունենք ուղղակի, Էր ինչ որ Աստված պատրաստել էր, չընդունենք ինչի, որովհետև մեր դիրքն է սխալ իր առաջ, ոչ թե իր դիրքը, այլ մեր դիրքն է սխալ։ Դրա համար տրտունջը շատ մարդկանց զրկել է իրանց հրաշքից։ Դու քո ձեռքով երկարացնում ես, ձգձգում ես քո հրաշքը տեսնելը, որովհետև քանի դեռ տրտունջ կա քո շուրթերիդ վրա, դու հրաշք չես տեսնի։ Չես տեսնի։ Ամբողջ Աստվածաշունչը կարդացեք եւ տեսեք, ովքեր տրտնջացին։ Եվ ովքեր հասան իրանց ուզածին տրտնջալով, ոչ մեկը։ Աստված հատուկ Իսրայելի ժողովրդին կոտորեց անապատի մեջ, որովհետև իրանք տրտունջ ունեին, իրանք բողոքվեցին, թեև Աստված էր իրանց հանել Եգիպտոսի գերությունից դեպի ազատություն, բայց մեծամասնությունը չմտավ այդ խոստումքի մեջ, որովհետև կեսից սկսեցին դժգոհել, բողոքվել, տրտնջալ, եւ Աստված ասում է, ես զզվում եմ ուղղակի այս տրտունջի ցայներից։ Ամեն անգամ, երբ որ քո ցայնը բարձրացնես տրտնջալու համար, կամ քո մտքի մեջ բողոքվիս, այն վիճակից, որի մեջ որ կաս, հիշել, որ Աստված չի սիրե տրտունջ։ Աստված կսիրե, երբ որ դու խոնարհությունով կդիմես իրան այդ ինչ կարիքի համար, որովհետեւ հրաշք տեսնես։ Ոչ մեկը պահանջելով հրաշք չի տեսել։ Որտեղ Աստված դու պարտավոր ես ընձի բժշկելու, կամ բողոքվիս ամբողջ կյանքիցդ, ապրելակերպից բողոքվիս, հրաշք չես տեսնի։ Մենք հրաշք տեսնենք, երբ որ մենք հավատքով մոտենում ենք Աստծո գահին, հավատքով մոտենում ենք Հիսուս Քրիստոսին, քանի հոգու Հիսուս Քրիստոս բժշկեց եւ ասեց, քո հավատքը քեզ փրկեց։ Քո հավատքը քեզ փրկեց։ Դες անկախ եմ բանից, որ այստեղ այսօր Աստված ներկա է, եւ պատրաստ է Աստված այսօր այստեղ բժշկություն անելու, կարող է մեկը վերցնել բժշկություն, մեկը չվերցնե։ Մի փոքր հետո մի հատ պատմություն կնայենք եւ կհասկանանք ինչի մասն է խոսքը։ Բայց կարևորը մենք չտրտնջանք։ Ասում է ինչ չափով որ այսօր ունիս, ինչ որ ունիս, դրա մեջ գոհացի։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը բժշկություն էր անում եւ մեծամասնություն բժշկությունները տեղի ունեցան ակնթարթային։ Չէ՞։ Ասեց եւ եղավ։ Բայց տեղը կա, որ ասում է Հիսուսը աղոթեց, ինչ որ մեկին ծառայեց եւ նրա վիճակը թեթևացավ։ Սա նշանակում է, որ բժշկությունը արդեն սկսվել է, իր process-ի մեջ է եւ գնալու է մինչեւ վերջ։ Դրա համար գոհացի Աստծուց մի տրտնջա, երբ որ աղոթես, երբ որ քո համար էլ աղոթեն եւ տեսես, որ հələ չկա պատասխանը, չասես ուրա, ձեր գոհացած, ձեր ֆետիշացրած Աստված ուրա, մի օր չտեսանք այդ բժշկությունը։ Այդ մտքով դու ավելի կփակես, դու ավելի ամուր կփակես դուրը։ Եթե Տերը սկսել է իր գործը քո կյանքիդ մեջ, մի արկելա փակել, այլ սպասե մինչև վերջ տեսնես։ Աստծո խոսքը ասում է, մեկը սերմը ցանեց, եւ երբ որ մենք սպասում ենք արդյունքի, ասում է մեկը հնձեց 30 անգամ ավել, հա, 30-պատիկ, մեկը 60 անգամ ավել, մեկը 100 անգամ ավել։ Եթե քո կյանքիդ մեջ սկսվել է 30-պատիկ բժշկությունը, հələ 100-պատիկը չի հասել 100%-ով,
Եթե սկսվել է բժշկություն, թող որ շարունակվի։ Մի փագել, մի ասալ ուրա իր բժշկությունս։ Մարդիկ կան, որ կարող են մի քանի անգամ էլ աղոթես մինչև ճեղքում կա այդ մարդու կյանքի մեջ։ Մարդու կա աղոթես ու մի անգամից ոտքի երկարացավ, ձեռք կաջավ, մեջքը ուղղվավ, տեսողությունը վերականգնվավ, ականջը սկսեց լսել։ Մենք շատ ու շատ հրաշքներ ենք տեսել, շատ հրաշքներ, շատ բժշկություններ ենք տեսել, գերբնական լիքը բաներ ենք տեսել, նույնպես տեսել ենք չեղած, տեսել ենք նույնպես աղոթք և պատասխանը չենք ստացել։ Մարդ եղել աղոթել ենք, բայց այդ մարդը մահացել է։ Հիվանդ եղել մահացել է այդ մարդը, բայց հասել է գոնե ապաշխարել նոր մահանա։ Դեք ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերի մեջ է, բայց մեզանից շատ բան է կախված այսօր։ Մենք ինչ չափով կընդունենք։ Պատրաստ ենք ընդունելու, թե պատրաստ ենք այսօր դեն գնալու, ինչ էլ մեր սրտով չէր, մեր ուզածի պես չէր կամ մեր պատկերացրածի պես չէր։ Աստված այսօր պատրաստ է բժշկելու։ Հիսուս Քրիստոսի խաչը սիրելիներ, հենց մեր կյանքի մեջ բժշկություն բերելու համար էր։ Աստված չուզեց մեզ տեսնել հիվանդ, մեզ տեսնել ընճված, մեզ տեսնել մեղքերի մեջ, իրանից հեռացած, դրա համար Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի հաշտեցներ, եկավ, որպեսզի ներեր, ընդուներ եւ կանչեր իր տան մեջ բնակվելու։ Աստծո տան մեջ չկա հիվանդություն, ամենամեծ մխիթարությունն է։ Մենք այս երկրի վրա է, որ չբժշկվենք, հա, որ չբժշկվենք։ Երկնքի մեջ ցավ ու հիվանդություն չկա։ Աստված միշտ մխիթարություն ունի իր ժողովրդի համար։ Եթե դու ընդունել ես Հիսուս Քրիստոսին, իմացի որ այս երկրի վրա ամեն ցավ ու ամեն հիվանդություն կվերջանա այն օրը, երբ որ քո սիրտը այստեղ կանգ առավ։ Եվ դու տեղափոխվես մեկ այլ վայր, ավելի իրական վայր, քան այս աշխարհն է, ավելի իրական տեղ, երկին կհայտնվես, որտեղ չկա ոչ մի ցավ եւ ոչ մի հիվանդություն։ Դա ոչ թե մեր արժանինքներն են, այլ Աստծո ծրի նվերն է։ Այսօր փրկության համար չկա վճար, որ ինչ որ գին վճար է, փող մուծե ինչ որտեղ, որպեսզի դու փրկություն ունենաս, թեև եկեղեցիներ կան, որ նման բան են անում, բայց գիտենք որ փրկությունը ծրի է։ Գիտենք որ Աստծո ներումը ծրի է։ Ուղղակի քո սիրտը դե պետք Աստծուն։ Համաձայնությունը դե պետք, որ գաս Հիսուս Քրիստոսի առաջ եւ ասես Տեր, ես եկել եմ ընդունիր ինձ։ Եվ մի հատ հարց, որ երկար ժամանակ տանջում է հոգևորներին, հասպես եկեղեցիների մեջ հարցեր են առաջացնում, թե Հիսուս Քրիստոսը մեր ո՞ր մեղքերը ներեց։ Շատ լավ հարց է։ Որ երբ որ Հիսուս Քրիստոսը ասում էր, թե քո մեղքերը ներված են, ո՞ր մեղքերը նկատում էր Հիսուս Քրիստոս։ Մարդիկ կան ասում են, թե Հիսուսը ներեց այն մեղքերը, որոնք որ մենք գործել ենք մեր ծնվելուց մինչև մեր ապաշխարության օրը։ Այդ օրը ապաշխարեցինք, Հիսուսը ներեց մեր դրանից առաջ գործած բոլոր մեղքերը։ Այդ դրանից հետո մենք էլի կարիք ունենք անդադար Աստծո առաջ գալու եւ մեր մեղքերը խոստովանենք, որովհետեւ մենք էլի հրգվենք, էլի ընդունվենք Աստծո կողմից։ Բայց ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը, երբ որ ներում է մեր մեղքերը, Հիսուս ներում է մեր անցյալի, ներկայի եւ ապագայի բոլոր մեղքերը։ Մի հատ տրամաբանական տեղ տալու ձեզ, որ Հիսուս Քրիստոսը անցյալում մահացավ, թե ապագայում մահացավ մեր ժամանակվանից։ Անցյալում եղավ, թե ապագայում։ 2000 տարի առաջ, ամեն։ Երբ որ նախկինում էր եղել, առաջ է եղել, այսինքն մեր կյանքը եւ մեր ապաշխարությունը 2000 տարի առաջվանից, հա 2000 տարի առաջ երբ որ լինենք, մեր կյանքը ապագայի մեջ էր, չէ՞։ Բայց եթե ասենք, որ Հիսուսի խաչը ապագային չի վերաբերվում, ասա մենք 2000 տարի արդեն ուշացել ենք։ Որովհետև ապագայի համար, եթե ապագայի համար չէր, նշանակի մեր ապաշխարությունն է այդ ապագայի մեջ։ 2000 տարի առաջ է եղել եւ 2000 տարի հետո, պատկասեք ինչքան հետո է, ինչքան ապագայի մեջ է, փրկությունը մեզ չէ վերաբերվի։ Բայց երբ ասում ենք 2000 տարի առաջ, Հիսուսի խաչը վերաբերվավ նույնպես ապագային, վերաբերվում նույնպես մեր կյանքի ապագային, մեր ապաշխարությունից հետո ապագային։
Դրա համար մենք չենք ուզել ուշանալ եւ Ադամից սկսած իշքան մարդ կար մինչեւ Հիսուս եւ Հիսուսի ծնվելուց սկսած մինչեւ դեռ աշխարհի վերջը բոլոր ժամանակների մեջ խաչը խոսում է խաչը արդյունավետ է խաչը փրկող է խաչյալը հա խաչը որ ասում ենք խաչի վրա կատարած գործը խաչի իրանով փրկել չի կարող Հիսուս Քրիստոսն է մեր փրկիչը ամեն ինքն է մեզ փրկողը եւ խաչը սիրելիներ ժամանակի մեջ չէ խաչը ժամանակից դուրս է խաչի գործողությունը ժամանակից դուրս է ինչպես Աստված է ժամանակից դուրս այնպես էլ խաչը դրա համար ցանկացած մեկը ցանկացած ժամանակ երբ որ մոտենա Հիսուս Քրիստոսին հենց խաչի պատգամով ավետարանի պատգամով թե ինչի համար Հիսուսը եկավ եւ խաչվեց բոլոր ժամանակների մեջ Աստված եւ խաչի գործողությունը միշտ արդի են որտեղ ոչ Աստված ոչ խաչը ժամանակի մեջ չեն ժամանակից դուրս է որպեսզի հասանելի լինի անցյալի ներկայի եւ ապագայի բոլոր մարդկանց ովքեր մոտենան անկեղծ սրտով Հիսուս Քրիստոսին եւ խնդրեն Հիսուսին դառնալու իրանց Տերը եւ իրանց Փրկիչը Դեք հավես է երբ որ մենք հոր սիրուց կօգտվենք Լավ է երբ որ մենք այդ Աստծուն բացահայտենք որպես հայր շատերի հայրերը լավը չեն երկրի վրա շատերը խնդիր ունեն իրանց հայրերի հետ բայց Աստված այստեղ էլ մխիթարություն ունի որ ինքն է լավագույնը Աղը մեկի մոտ վնասված է, հա, հոր պատկերը վնասված է, ասում է, եթե հայրային հորս պես է, ես չեմ ուզել նման հայր։ Մարդիկ կա դարը հիշողություններ ունեն, բայց Աստված ինքը կատարյալ է, ինքը լիարժեք է։ Եվ ինքն է իդեալը մեր կատարելության կերպարը ինքն է հոր, թե ինչպիսին պետք է լինի հայրը, եւ ինքը փաստեց հենց Հիսուս Քրիստոսի միջոցով, թե ինչպիսին պետք է լինի սերը քո հանդեպ։ Որ չկա ավելի մեծ սեր, քան որ մեկը իր կյանքը դնի ուրիշի համար։ Եվ Հիսուս Քրիստոսը իր կյանքը դրեց մեր համար, սիրելիներ։ Եվ ցույց տվեց, որ մենք սիրված ենք, որ Աստված անտարբեր չէ մեր կյանքի համար, որ ինքը հետաքրքրված է մեր կյանքի ամեն ոլորտների մասին։ Ինչ հարց կուզեղնի, թե քո անձնագանը, քո հարաբերությունները, աշխատանքը, ուսումը, ապագատ, ընկերություն, շրջապատ, ծառայություն, նոր ընթացք, նոր տեղ, ինչ կուզեղնի, իմացեք Աստված հետաքրքրված է։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է ամեն բանից առաջ աղոթք արեք։ Որպեսզի Աստծո կամքը հարցնենք, որովհետև Աստված հետաքրքրված է իր համար, մենք միևնույն չենք։ Նույնիսկ ասում է, որ մենք Աստծո աչքի բիբի պես ենք, որ այնքան ինքը զգուշորեն է պահում մեզ, որ հանկարծ ոչ մի բան չլինի, այդքան կարևոր ենք։ Հայրական սերը մենք վայելենք սիրել տարբեր ձևերով։ Փոքր բաներ կա, որ մենք կարող ուշադրություն չդարձնենք, բայց Աստված լավ գիտե մեր սիրտը։ Լավ գիտե մեր ներքին ցանկությունները, մեզ ինչը կհուզե երկար ժամանակ, ինչ խնդիրներ ունենք մենք, ինչերի հետ ենք բախվել։ Բաներ կա, որ մարդկանց կարող է չպատմենք, բայց մեր ներքին վիճակի մեջ Աստված կա։ Եվ Աստված ավելի լավ գիտե քո սրտիդ միջի խորքերը, խորհուրդները ավելի լավ գիտե։ Եվ ամենամեծ մխիթարությունը հենց Աստծո սիրո մեջ է։ Երբ որ Տերը ցույց կտա իր հոգատարությունը, որ դու ինձ համար միևնույն չես։ Փոքր բանի մեջ կարող է դու մեզ քեզ շոյված զգաս, որ ես կարող է օրով մարդկանց խնդրել եւ նման արձագանք չստանալ, բայց Տերը ինչ տիպի գիտե իմ սրտից միջինը։ Եվ ինչպես ինձ այսօր կուրախացնի Աստված։ Հենց սերը հետ է սիրելիներ։ Ծննդոց 22-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդանք Աբրահամի պատմությունը, դեք ինչ Հուզումնալից պատմությունը իրականում։ Ամեն անգամ կարդալով կարող է նոր վերաբերումներ ունենանք, թե ինչ բան է նախ Աստծուն հնազանդվելը։ Աստծուն ճանաչես եւ Աստծուն հնազանդվես մինչեւ վերջ։ Ինչ ուզե Աստված քեզնից պատրաստ է նույնիսկ տալու։ Այսօր մարդիկ կարող են իրանց ժամանակը չտան Աստծուն։ Իրանց պատիվը կարող է չտան Աստծուն։ Սա դա ամոթ է։ Կամ լավ, ինչ որ մի հատ ժամանակ կարող է մերնելուց 10 րոպե առաջ ես փորձեմ ինչ որ քայլել Աստծո առաջ։ Դեք լիքը բան այսօր մեզի կխանգարե։ Բայց այն մարդիկ կդառնան հերոսներ, ովքեր որ վստահ են Աստծուն։ Ովքեր որ պատրաստ են իրանց վստահած Աստծուն հնազանդվին։ Գիտես Աստծո կամքը ինչ է, ուղղակի մնա այդ կամքի մեջ։
Աբրահամը ինչ երեց, ուղղակի պարզ հնազանդություն էր, կարող է մեկ իրան խելարի տեղ տներ, երեխա ես ունեցես, կան տարի չես ունեցել, արդեն եղել ես 70 տարեկան, 100 տարեկան, հազիվ մի հատ տղա երեխա ես ունեցեք ու ժառանգ գտեք ու սերունդը շարունակելու համար, մի բերել ես մորտես, ով կիներ նման բան, բայց եթե Աստված է ասել, ուրեմն թեման վերջացած է, վստահություն այստեղ է, որ ինքան մտերմիկ է ձեր հարաբերությունը, որ դու գիտես, որ հաստատ նախ Աստված է ասել, չես ասի թե հարությունացիա էր, տեսիք տեսա, երազիս մեջ էր, ինչ որ բան եղավ պահի տակ, գլուխս պտտվեց, բաներ լսեցի, դու վստահ ես, որ Աստված է ուզել։ Եվ լիքը բաներ կա, որ այսօր մենք գիտենք, որ Աստված ուզել է։ Աստված ասել է, ես ձևով եմ ուզում, այս կարող է դու հնազանդվես, կարող է չհնազանդվես, գիտենք ճիշտը որն է, բայց արդյոք մենք այդ ճշտի մեջ ենք, փոքր բաների մեջ։ Բայց Աստված կուզել, որ մենք այսօր ավելի մեջ քայլանենք։ Հնազանդության մի նոր մագարտակ ճեղքենք իրար հետ։ Հնազանդվենք իր խոսքին, հնազանդվենք իր կամքին։ Եվ երբ որ Աստված ասեց Աբրահամին, թե վերցրու քո միակ սիրելի որդուն եւ տար Մորիա լեռան վրա, որպեսզի այնտեղը որ ցույց տամ, այնտեղ զոհաբերես։ Եվ փայտերը վերցրեցին, հավաքեցին, դրեցին Իսահակի ուսին եւ քնացին դեպի Մորիա լեռը եւ ճանապարհ անցան իրանք։ Մենք գիտենք, որ այնտեղը որտեղ այդ զոհաբերությունը պետք է տեղի ունենար Իսահակի, այնտեղը անվանվեց Եհովա Իրե, Աստված հոգում է։ Հենց այդտեղն էր, որ փաստեց, որ Աստված հոգատար է, որ մեր հայրը հոգատար հայր է։ Այսօր մենք կարիք ունենք չէ հոգատարության։ Հենց հոգատարությունից է, չէ՞ որ մենք կաղոթենք, որ Աստված իր հոգատարության կողմը դրսևորե մեր կյանքի մեջ, հրաշքանելով, մատակարարելով, ինչ որ բանի կարիք ունենք Աստծուց խնդրենք, որ ինքը տա։ Եվ հենց Մորիա լեռան ամենաբարձր կետը հենց կոչվում է Գողգոթա։ Աբրահամը դեռ տարիներ առաջ Իսահակին ինքը տարավ զոհաբերելու այդ լեռներից մեկի վրա։ Բայց Աստված, որ ինքը այդ ժամանակվանից դրանից առաջ ինքը նախորդ գիտեր, թե Հիսուս Քրիստոսը որտեղ պետք է խաչվեր։ Եվ որպես օրինակ խորհրդապատկեր Աբրահամին, որպես սիրող հոր կերպարի, որպես հայր Աստծո կերպարի, եւ Իսահակը որպես Հիսուս Քրիստոսի խորհրդապատկեր, ասեց վերցրու քո միակ սիրելի որդուն, որ հոր համարն էր Հիսուս Քրիստոսը միակ սիրելի որդին, ասեց վերցրու քո միակ սիրելի որդուն եւ տար այդ լեռան վրա զոհաբերելու։ Մենք տեսնում ենք պատմությունների կրկնությունը, որ ինչպես Աբրահամը Իսահակին տարավ այդ լեռան վրա զոհաբերելու, այդպես էլ հայրը Հիսուս Քրիստոսին տարավ նույն լեռան վրա զոհաբերելու։ Եվ ասում է 3 օր անցավ մինչև որ Աբրահամը կտեսներ այդ քաղաքը, որտեղ պետք է զոհաբերեր Իսահակին։ 3 օր անց տեսան զոհաբերության վայրը։ Եվ 3 օր պետք եղավ, չէ՞ որովհետեւ մենք տեսնենք Հիսուս Քրիստոսի հարությունը։ Ինչքան հետաքրքիր է Աստված։ Աստված ինքն է գիտեր, որ մի օր ինքն է վերցնելու իր միածին որդուն, իր միակ սիրելի որդուն է վերցնելու եւ տանելու է հենց այդ նույն տեղը զոհաբերելու։ Աստված նախորդ գիտեր։ Եվ երբ որ այդ հայդերը Մուսին Իսահակը քնում էր, հարցրեց Աբրահամին, թե լավ, մենք հայդերը տեսանք, կրակը կտեսնենք, բայց ուրա մեր զոհը։ Մենք քնում ենք առանց զոհի։ Եվ հենց այդտեղ Աբրահամը ասեց, Աստված կհոգա զոհը։ Եբրայերեն թարգմանության մեջ ինչպես ասում է, որ Աստված կհոգա զոհը, նույնպես թարգմանվում է, թե Աստված կդառնա զոհ։ Ես նույն արտահայտությունը կարող է թարգմանվի, որ Աստված ինքը կդառնա զոհ։ Եվ այդ հայտնությունը Աբրահամը արդեն ուներ տարիներ առաջ Հիսուս Քրիստոսի մասին հայտնությունը, որ Աստված կհոգա գառնուկը։ Եվ երբ որ հարցրեց թե ուր է, գիտեք որ համար ինչքան դժվար էր պատասխանելը թե ուր է զոհաբերությունը։ Ինչքան դժվար էր սիրող հոր համար, որ ասես գիտես զոհը դու ես։ Աստված քեզ է ուզել որ զոհաբերվես։ Որ Հիսուս Քրիստոսն է հոժարությամբ գնաց, գիտենալով, իմանալով, որ իրան պետք է չարչարեն, խաչեն, մահանա, եւ տեսնում ենք Իսահակը նույն ճանապարհի վրա։
որ ինչպես Հիսուս Քրիստոսը խաչափայտը ուսին գնում էր մինչև Գողգոթա, Իսահակն էր փայտերը ուսին ելի գնում էր դեպի Մորիա լեռը։ Մենք տեսնում ենք պատկերը, որը կարող է կրկնվի եւ հոր սիրտ։ Երկու տեղում տեսնում ենք հայրական սիրտ, որ պատրաստ է զոհաբերելու։ Պատրաստ են զոհաբերելու։ Երբ որ ասում է հասան տեղ, այդ պահը շատ հետաքրքիր է, որ ինչպես պետք է Աստված հոգար զոհը։ Ասում է տեսան, հենց այդ պահին, երբ որ արդեն Աբրահամը հանել էր դանակը, որ պետք է սպաներ Իսահակին, հենց այդ պահին Աստված ցույց է տալիս խոյ, որը պատրաստված է զոհի համար։ Բայց այդ տարածքը, այդ գագաթը, որտեղ իրանք գտնվում էին, այդտեղ չկային կենդանիներ։ Խոյը հասուն էր, ինքը փոքր չէ, որովհետև երբ որ ուներ եղջյուրներ, նշանակում է ինքը բավականին տարիք ուներ, այսինքն մոլորվելու, պահի տակ այդտեղ հայտնվելու վարկածը դուրս է գալիս։ Ինքը գիտակցաբար հասել էր այդտեղ, այսինքն Աստված էր հոգացել, խոյը գտնվել է այդտեղ եւ ասում է իր եղջյուրները հշերի մեջ խճճված էր։ Հասուն խոյը գիտեր, որ չի կարելի նման տեղ մտնել։ Ինքը չի գնա խճճվի փշերի մեջ։ Ոչ մի խոյ, ոչ մի գառնուկ նման բան չի անի, բացի մեկ գառնուկից։ Այդ գառը կոչվավ Հիսուս Քրիստոս, որ ինքը գնաց կամովին մտնելու այդտեղ։ Եվ երբ որ պատկերացեք Աբրահամը գնաց, որպեսզի դուրս քաշեր խոյին այդ փշերի միջից, պատկերացեք իր եղջյուրների մեջ լխճճված փշերն էր։ Ու տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, որպես գառնուկ այդ պատկերը, որ փշեր պսակ դրեցին իր գլխին, քարան մարմինը վնասված չէր։ Փշերը չէին վնասել մարմինը, այլ միայն գլուխը։ Եվ Հիսուս Քրիստոսը մենակ փշեր պսակը դրված էր իր գլխին, բայց ինքը զոհ դարձավ ավելի հետո խաչի վրա։ Ինչպես այդ խոյը զոհասեղանին դրվեց եւ հետո այրվավ, պես Հիսուս Քրիստոսը անցավ ճանապարհ եւ ինքն է հայտնվավ զոհասեղանի վրա, կենտանի զոհ դառնալու ամբողջ մարդկության համար։ Եվ այսօր գիտեք, այն ժամանակ երբ որ խոսեին խաչի մասին, մարդիկ միանգամից կտեսնեին մարդու դաժանությունը, սպանությունը, բայց այսօր երբ որ մենք խոսում ենք խաչի մասին, մենք միանգամից տեսնում ենք սիրո բացարձակ օրինակ։ Սիրո կատարյալ օրինակ ենք տեսնում խոսելով խաչի մասին։ Խաչի մասին խոսելով մենք տեսնում ենք մեր ընդունվածությունը։ Մենք հասկանում ենք Աստծո սերը մեր հանդեպ, որ Ջոն Վեսլին, ով մեթոդիստ եկեղեցու առաջնորդ էր եւ ինքը լավ աստվածաբան էր, մի հատ լավ խոսք է ասել, որ Աստծո սերը բոլոր ուժերից ամենահզորն ու զորավորն է, պարգևելով մեզ առողջություն եւ երկարակեցություն։ Ոչ թե ասում է Աստծո սերը ուժերից ինչ-որ մեկն է, այլ ամենաուժերն ու ամենազորավորն է։ Ինքն է մենակ մեզ տվողը առողջություն եւ երկարակեցություն։ Ամեն։ Եվ եթե ինքը ամենահզորն է, նշանակում է ինքը հզոր է ամեն բժշկությունից, հզոր է ամեն դեղերից, հզոր է ամեն դիետաներից, ամեն սննդակարգից, ամեն բանից Աստծո զորությունը ուժեղ է։ Ամեն։ Երբ որ Հիսուս Քրիստոս եկավ, ասում են նշաններ կա, որ պետք է այս նշաններով բացահայտենք, որ Հիսուսը Մեսիան է, փրկիչն է։ Եվ նշաններից մեկը բոլորներին բժշկելն էր։ Որ մինչև Հիսուս Քրիստոսի ծառայությունը ոչ մեկ բոլոր չէր բժշկվել։ Կարող է մենք հիշենք Նեեմանին, զորավար, ով որ բոլորությունից բժշկվեց, բայց իր բժշկությունը ուրիշ էր։ Նեեմանի վրա ոչ մեկ ձեռք չդրեց, որպեսզի բժշկվեր։ Հին ուխտի մեջ մենք չենք տեսնի մի դեպք, որտեղ բոլորը բժշկվեր, բացի այս դեպքից, որն է Աստված մարգարեի միջոցով ասավ կգնաս, ոչ թե արի ձեռքն են բժշկվի, այլ ասես կգնաս, Հորդանանի մեջ 7 անգամ կմտնես, կելես եւ կբժշկվես։ Մարգարեի պարագականությունն էր, որ ուղղակի Աստծո խոսքը փոխանցել եւ Նեեմանին պետք էր հնազանդություն այդ խոսքը անելու։ Բայց որ Աստծո մարդը կար ձեռք դներ բորդի վրա, սա նշանակում է պղձվել։ Օրինչ որ մեկը պիղծ էր, դու մաքուր, երբ որ դու կրնեիր պիղծ մարդուն, դու կպղձվեիր իր պղծությունով։
Դրա համար քահանաները չէին կպնում բոլոր մարդուն, հեռավորության վրա իրանք կստուգեին։ Եթե մեկը խնդիր ուներ մաշկի վրա անցել էր մաշկի տակը, արդեն մարդուն կառանձնացնեին հասարակությունից։ Եվ միակ մարդը, որպես կատարյալ մարդ, ով որ եկավ եւ դա իր մեսիա լինելու նշանն էր, որ մեսիան գալու է եւ բոլորներին բժշկելու է, պատրաստել իշքան տարածված հիվանդություն էր։ Եվ մարդիկ սպասում են թե լավ ով պետք է գա հայտնվի, որ այս հիվանդությունից մեզ բժշկե։ Եվ Հիսուս Քրիստոս գալիս է եւ կպնում բոլոր մարդուն։ Ձեռքը դրեց վրեն եւ փոխանակ որ ինքը բղծվեր, այս մարդը մաքրվավ Հիսուսի մաքրությունով։ Այսինքն Աստծո մաքրությունը ենթակա չէ մարդու մեղավոր կեղտոտ եղնելուց ինքը կեղտոտվի։ Երբ որ կեղտոտ եւ մեղավոր մարդը գալիս է Աստծո առաջ, Հիսուս Քրիստոսին կպնելով իր արտարությունը եւ իր մաքրությունը մենք ընդունում ենք։ Անկախ մեր բոլորությունից, անկախ մեր սխալներից, մեր վատ եղնելուց մեղքերի չափից, երբ որ մենք կպնում ենք Հիսուս Քրիստոսի իր ձեռքը, երբ որ հասավ մեզ, ինքը պատրաստ է մեզի բժշկելու եւ մեզի սրբելու։ Հետաքրքիր է որ բոլորության համար չի ասում թե բոլորությունից բժշկվել, թեև ինքը հիվանդություն է։ Միշտ գրված է բոլորությունից սրբվել։ Ինքը հիվանդություն է, բայց չեն ասում բժշկվի, ասում են սրբվի։ Գիտեք ինչի, որովհետև բոլորությունը նման է մեղքին, որ մենք էլ կարիք ունենք մեղքերից սրբվելու, մեղքերի ամեն հծեր, ամեն կեղտեր, ինչ որ հայտնվել է մեր կյանքի մեջ, մենք սրբվում ենք Քրիստոսի այժունով։ Մենք էլ ենք բոլոր մեղքերի մեջ, բայց Հիսուսի ձեռքը երբ որ կպավ, մեզի լվացրեց ու մաքրեց ամեն մեղքից։ Այսօր շատ երևույթներ կա, շատ մեղքեր կա, որ մարդիկ տարբեր հիվանդության անուններ են դրել, որպեսզի արտահայտեն այդ մեղքերը։ Ասում են, այս մեկը այս ինչ խնդիր ունի, բայց գիտեք, դա խնդիր չէ, դա հիվանդություն է, լսել եք նման բան։ Մեկը համասեռամոլության մասին, կամ լսես թե հիվանդություն է, բայց Աստծո խոսքը ասում է, որ դա մեղք է։ Դրա համար ամեն մեղք կարիք ունի այսօր սրբվելու Քրիստոսի այժունով, մաքրվելու Քրիստոսի այժունով։ Մենք չենք պիտակավորում այս մեղքը հիվանդություն է, այս մեղքը արտարացված է, այս մեղքը դե նորմալ է, այս մեղքը մեր տան մեղքն է, այս մեղքը մեր մշակույթի մեջ հարգի է, ընդունված է։ Գիտեք, Աստծո համար կա մեղք ու վերջ։ Կա մեղք եւ կա Քրիստոս, ով պատրաստ է ամեն մեղքից սրբե եւ մաքրե։ Ամեն։ Նայեք, Լուկաս 5-րդ գլխի մեջ պատմություն կա, որտեղ ասում է Հիսուս Քրիստոս գնաց Կափառնայում այդ քաղաքը, որը հռոմեական ազդեցության տակ եղնող քաղաք էր, գաղութ էր հռոմեացիների ձեռքը, եւ ասում է Հիսուս Քրիստոսը եկավ այդ մեծ քաղաքը, առևտուր, շարժ, լիքը ժողովուրդ այդ քաղաք եկավ եւ լիքը հրաշքներ արեց։ Պատկերացրեք մարդկանց արձագանքը այդ քաղաքի մեջ, որ ասում է, գիտեք ով է եկել, մեծն Հիսուսը աշխարհ է, հա, ես ասում են մեսիան է, ես ասում են լավ մարդ է, բժշկող է, սեն է, բայց Հիսուսն էր։ Եվ այս մարդիկ ամբողջ բանով եկել են, որ Հիսուսին տեսնեին, եւ այս եկողների մեջ հետաքրքրասերները հայտնվան, փարիսեցիները, լսել եք, չէ՞ իրանց մասին։ Այս մարդիկ գնացին Հիսուսին տեսնելու։ Նայեք, ես վստահ եմ, որ այս փարիսեցիների մեջ կլինեին լիքը հիվանդներ։ Մեկը քասկեղով էր հիվանդ, մեկը ցավ ուներ, մեկը հաշմանդամ էր, տարբեր խնդիրներ ունեին։ Եվ տեսեք, իրանց դիրքը շատ հետաքրքիր դիրքով իրանք եկան Հիսուսի մոտ։ Կար ժողովրդի մեջ մի խումբ, ովքեր որ եկել էին Հիսուս Քրիստոսին տեսնելու, որպեսզի Հիսուսից ընդունեին բժշկություն, եւ կար մի խումբ, որ եկել էին Հիսուսին քննադատելու եւ տրտնջալու, թե դու ես ինչ կենես։ Այն մեր խումբը, որ սպասելիք ուներ Աստծուց, եկան բժշկությունը վերցրեցին, բայց այն խումբը, որ ունեին կարիք բժշկության, իրանք չվերցրեցին։ Բժշկողը Հիսուսը չէր։ Դա ասում են, կապ չունի, Հիսուս Քրիստոսը ներկա է։ Կապ չունի, որ ներկա է, քո դիրքը շատ մեծ ազդեցություն ունի քո սեփական բժշկության համար։ Եթե դու նստած մտածես, թե ուր անջի չբժշկվավ, կամ ինչի ես ձևով, ես տեսել եմ ինտերնետով
որ ինչ որ մեկ աղոթելուց էս ծեր դի աղոթես, հա? Հետո խժալով լացել օրինակի մարդպես։ Ես ինչ թազ աղոթքի ծեր է։ Միկրոֆոնով աղոթքս որն է, հա? Չգիտեմ ինչ որ բան գտնիս, հավատար, եթե ուզենաս այդտեղ թերություն գտնիս, քանի ասեմ, երկու լավ։ Երկու թերություն հաստատ կգտնիս։ Հարցը մարդկանց արձագանքն էր։ Իրանց սպասելիքը, որ մեկ եկել էր ընդունելու Հիսուսից, իսկ այն մեկ եկել էր տեսել, ես ինչ կենենք, լարեք լնամ հասկանանք, լարեք լմեր աստվածաբանությունով տնենք չապենք, գծենք, տեսինք արդյոք քո ասած ամեն տարն ու տարը համապարասխան Մովսեսի ասած գրվածքներին։ Կապ չունի, որ մարդիկ բժշկվան, կապ չունի, որ մարդիկ այդ խոսածողները կարիք ունեին, իրանք եկել էին դեմ գնալու Հիսուսին։ Հենց այդ պահին, որոդը կբժշկվի։ Այս չէ, մենք ստեղ եկել ենք, հետազոտենք, ով ես դու։ Շարունակավ պատմությունը։ Նույն գլխի մեջ, Ղուկաս 5-րդ գլխի մեջ, 17-ից կշարունակվի պատմությունը։ Հիսուսը դեռ ծառայություն կեներ այդ տան մեջ, եւ մի հատ անտամալույս բերեցին ընկերները, որ տան մեջը տեղ չկար խցկվելու, մտնելու, տանիքը բացեցին, դե հեշտ էր, որտեղ դեռ սալոմով, ցեխով, կավից, սարկած բաներ են, հեշտ էր քանդելը։ Դերեցին, բացեցին տանիքը, որպեսզի այդ անտամալույս հիվանդ մարդու վերից իջցնեն ուղիղ Հիսուսի մոտ։ Տեսեք, հավատք կար, որ Հիսուսը կարող է բժշկել, դրա համար ընկերներն հավաքվել էին, այս իրանց լավ աղբոր համար, որոշեցին մի հատ լավ հրաշք կենեն Հիսուսի միջոցով։ Բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի Հիսուսը իրան կդներ եւ բժշկվեր։ Մեկը կընդունե բժշկություն եւ հենց այդ տեղը, որտեղ որ չպետք է լինեին, կային փարիսեցիներ։ Ասում է, երբ որ այս իջեցրեցին հաշմանդամին, Հիսուսը երբ որ ասեց, քո մեղքերը քեզ ներված են, այդ խոսքը ասեց, մի անգամից խառնվան իրար, ով փարիսեցիները, այսինքն կնշանակե, այդ փոքր տան մեջ, որտեղ որ Հիսուսը փոքրիկ ծառայությունը կեներ, մարդիկ եկել լցվել էին, կային հավատարիմ խանգարողները, որոնք դեղ էին եւ դուրս չէին ներտավորողեն մարդիկ այն բժշկվեն, իրանք նստած էին, հանգիստ իրանց տեղը, որպեսզի քննեին, թե տեսնենք արդյոք դու Աստծուց ես թե ոչ։ Մարդիկ եկել են բժշկվին, այս մարդիկ եկել են խանգարեն, նույն տարածքի մեջ, մեկը կընդունե, մեկը կհագարակվի։ Բայց իրանք հայտնվան Հիսուսի ներկայության մեջ, այս է հետաքրքիրը։ Որ իրանք եկել էին Հիսուսի ներկայության մեջ եւ փոխանակ այդ ներկայությունից վերցնեին, իրանք եկան տրտունջով ու բողոքով, իրանք եկան կլավուզիայով, թե դու ով ես եւ ինչ կենես, փոխանակցին մեզ էլ մի հատ աղոթել, ինչ կեղնի։ Հպարտությունը թույլ չէր տա, սա կենսական հպարտությունն է, որ մեր անցյալը, մեր ապրած կյանքը, գիտեք մենք ով ենք, մենք եկել ենք ստեղ ջոգեն դու ով ես։ Հիսուսը ասես լավ գիտեմ ով եք։ Եվ քանի հատ հարց կան, Հիսուսը մեզ պարասպանով կծեպել էս մարդկանց, որ իրանք խայտարակ կեղնեին իրանց խելքի երեսից։ Դա ցեզի պետք էր։ Եկան խայտարակ եղան, թողին գնացին։ Այս կարևորը իրանք հավատարմորեն խանգարեին ամեն ծառայություն, որ Հիսուսը ուրքեր տա, իրանք դեղ կանգնած էին։ Գիտեք, Աստված չսես թե վայ, այս փարիսեցիները ստեղ են, ստեղ դժվար է բաներ, մտնոլորտը մեզ խառն է ստեղ, ծանր մտնոլորտ է, եկել են փճացնեն ամեն ինչ, մի հատ քահանական ճեկ ստեղ խնգարգել, մաքրել, հենց այդտեղ հրաշքի եղավ։ Իրանց աչքի առաջ։ Եվ գիտեք, եկան քննարկելու, դու ով ես, որ կարող է դու հատպես քեզից մեծ խոսած, թե քո մեղքերը քեզի ներված են։ Մի անգամից դեն դուք դու Աստված ես։ Մենակ Աստված կարող է մեղքերի ներել։ Հիսուսը ասես ո՞րն է ավելի հեշտ։ Մեկին ասես քո մեղքերը քեզ ներված են, թե ասես մահիճդ վերցրու ու գնա։ Մահիճդ պատգարակն էր, որի վրա պարգած էր հիվանդը։ Ո՞րն է ավելի հեշտ։ Ըստ ձեզի ո՞րն է հեշտ։ Ասելը քո մեղքերը քեզ ներված են։ Ինչի՞։ Որովհետև տեսանելի չի արդյունքը։ Իսկ եթե ես մահիճդ առու գնա, կնշանակե մարդը ֆիզիկապես ելեր կանգներ, քերեր եւ ասել, վայ, հաստորեն ճիշտ էր։ Հիսուս գսել ո՞րն է հեշտ, ձեզի ո՞րն է ձեռնտու։ Ես եմ մեղքեր դերված է, որ ես Մովսեսի օրենքի տանիքից քարկոծեք, որ ես Աստված չեմ ձի դերեմ Աստուտեղ, թե մարդուն սեմ, թե մարդուն ասեմ եւ հրճակեց այդ խոսքը։
Մինչ դու բժշկված ես, եւ ես խոսքը դու վերցնես, որ ես բժշկված եմ, այո, ես բժշկված եմ։ Ես մեկին հարց կուտամ, այս դու կվերցնես։ Որն է ավելի հեշտ, մարդուց եմ քո մեղքերը ներված են, եւ Հիսուսը դեռ այս մարդու մեղքերը ներեց։ Մեղքերի ներում, ապա բժշկություն։ Մեղքերը ներեց եւ ասեց վերցրա եւ գնա։ Եվ այս մարդը առողջացավ, ելավ հաշմանդամությունից, սկսեց քայլել։ Եվ Հիսուսը ցույց տվեց մեղքերի ներման ազդեցությունը։ Հիսուս ցույց տվեց մեղքերի ներման հրաշքը։ Երբ որ ձեր մեղքերը ներվում են, հրաշք կա ձեր կյանքի համար։ Հրաշք ունի Աստված ձեր կյանքի համար, երբ որ ինքը հրճակել է ձեզի ներված, ձեզի արտարացված։ Երբ որ դու ասում ես Հիսուս, ես ընտրում եմ քեզ իմ կյանքի մեջ, հրաշք կա քո կյանքիդ համար։ Հրաշքը չի վերջացել։ Ավելի լավ է, երբ որ մենք Հիսուսի ներկայությամբ այդ սիրներ կընդունենք։ Այն բժշկությունը կընդունենք, որը Հիսուսը պատրաստել է։ Մի կանգնի քննադատական, ուսումնասիրելով, ինչ պետք է նեն, մի այսօր եկենք նայենք այս հորվի, ինչ պետք է նայած զարմանանք։ Նորությունը Աստծո զորությունն է, երբ որ կգտնի քեզի։ Այս է նորությունը։ Եվ դու երբ որ պատրաստ կընդունես այդ Աստծուն, Տեր, ես պատրաստ եմ ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ինչպիսին կգաս։ Պատրաստ եմ այդ ձևով ընդունելու։ Մի հատ խոսքսեմ ու վերջացնեմ։ Ասում է ավելի լավ է տալը, քան առնելը։ Վերաբերվում է մարդ հարաբերությանը, որ մենք տվող լինենք մեկս մյուսի, քան վերցնողներ։ Առատաձեռը լինենք տալու մեջ, քան առնելու մեջ։ Բայց երբ խոսքը Աստծո մասին է, մեր ու Աստծո հարաբերության մեջ ավելի լավ է ընդունելը, հետո տալը։ Երբ որ դու ընդունում ես, առաջինը Հիսուսին, հետո իր սկզբունքները, ընդունում ես իր կյանքը, իր ներկայությունը, իր բժշկությունը, դու կարող ես տալ։ Երբ որ դու բժշկվես, առաջի բանը, որ դու կարող ես տալ Աստծուն, քո փառաբանությունն է, քո գոհությունն է, քո շնորհակալությունն է, որ Տեր, ես շնորհակալ եմ, որ դու տվեցիր։ Տեր, ես շնորհակալ եմ, որ դու իմ կյանքիս մեջ ունիս պատասխան։ Արդեն իսկ սկսել ես ինձ պատասխանել։ Գոհանում եմ քո յուրաքանչյուր պատասխանի համար։ Եթե պետք է սպասել, ես կսպասեմ։ Եթե պետք է իմ փորձաշրջանս հասնի հավատարմության, վստահության, ես պատրաստ եմ հասնելու, բայց ես կմնամ քո հետ մինչև վերջ։ Հիսուս Քրիստոսով է ամեն բան։ Թե նեղություններ, թե դժվարություններ, թե տառապանք, թե մահ, թե անցյալի բաներ, թե գալիք բաներ, թե խորություններ եւ թե բարձրություններ։ Մեզ ոչ մի բան չի բաժանի Աստծո սիրուց։ Ամեն։ Հալելույա։